Բարդես օրալարոսի կարևոր նորություններ է ներկայացնում հորիզոն լրատվականը 22 ապրիլի չորեքշաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում է։ Ճանապարհին չնախատեսված կանգառ է ունեցել հոռոմ բնակավայրում, այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել եւ ապահովել է նորգույքով ու տեխնիկայով։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթիկի հատապտղի ջերմատան աշխատանքներին, արտահանման ծավալներին։ 9 հեկտար ելակի եւ 1.4 հեկտար հատապտղի ջերմատունը հիմնվել է կառավարության աջակցությամբ։ Վարչապետը ներկայացրել է նաեւ պետական աջակցության հնարավորությունները։ Հիմա եթե ծավալներ ձևավորվեն, մենք այդտեղ էլ կարող ենք աջակցության ծրագիր անել, օդային տրանսպորտով արտահանումը ապահովելու համար, որովհետև դա արագ է, մասնավորապես ասենք այն ինչ որ շատ արագ է փչացող մոշա, կանաչին է լինում, դե եթե մեր ջերմոցներում սկսել են կանաչի աճեցնել, այդ նշանակում է շուկայական առումով ձեռնտու է, այսինքն արտահանում են հիմնականում, այդ էլ կարող ենք մտածել։ Պաշտոնական այցով Վրաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի պաշտպանության նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցել Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հայտնում են պաշտպանության նախարարությունից հանդիպմանը ներկա եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնակավարում երկկողմ համագործակցության ընթացքին, զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը։ Հիշեցնենք, երեկ կայացրած որոշմամբ Եվրամիությունը 2 տարի ժամկետով իր երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում հիբրիդային գործիքակազմով դրա դեմ հակազդելու միջոցներով, թե ինչ գործիքներ են օգտագործվելու նախընտրական շրջանում Հայաստանին օգնելու համար, արդյոք դրանք զանգվածային լրատվամիջոցներին են տրամադրվելու, թե պետական գերատեսչություններին են օգտագործելու նախընտրական շրջանում, ապա տեղեկատվությունը բացառելու համար հարցին վարչապետի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է։ Արտաքին գործերի նախարարությունը նախորդին այս թեման կոմունիկացրել է եւ դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու։ Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել։ Ուզում եմ ասել, որ 2 առանձին գործառույթներ են եւ այս դեպքում 2 տարի ժամկետով է։ Գործողությունների մասին համագործակցության, ինչու չէ նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք։ Նպատակը մեկն է տեղեկատվական դիմակայությունը բարձրացնել, այդ թվում հիբրիդային սպառնալիքների դեմ։ Պատերազմ թե խաղաղություն, ազգային ժողովի նախընտրական շրջանում ինչ են առաջարկում քաղաքական ուժերը եւ ընտրողն ինչպես կարող է տարբերակել, թե որ ուժի առաջարկն է իրատեսական եւ անվտանգային առումով հաշվարկված։ Թեմայի շուրջ քաղաքագետներ այսօր մամուլի ու ասուլիսով են հանդես եկել։ Այն մոդելները, որոնք որ ներկայացրել են կուսակցությունների զգալի մասը, մեծ մասը, խոսքը խոշոր կուսակցությունների մասին է, ու պետք է այստեղ նշեմ, բացի քաղաքացիական պայմանագրից, առանձին խոսենք դրա մասին, իրականում ծրագրեր չեն։ Իրականում կոնցեպտ չկա այստեղ։ Իրենք ասում են մի քանի թեզեր, այդ թեզերը որևէ կերպով չեն հիմնավորվում, որևէ մանրամասներ չեն ներկայացվում, եւ նաեւ հակասող թեզեր են, այս է նաեւ շատ կարեւոր։ Անվտանգությունը առաջին հերթին սկսում է երկրի արտաքին քաղաքականությունից։ Դա միայն սահմանների պաշտպանությունը եւ անվտանգություն չէ, դա առաջին հերթին երկրի արտաքին քաղաքականությունն է, թե դու ինչպես կհարաբերվես քո հարևանների հետ, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ։ Այդ էից է սկսում անվտանգությունը, հետո նոր սահմանը։ Իրենք ասում են, որ այո, համաձայն են, որ բանակցությունները կարևոր են, եւ մենք առաջարկում ենք բանակցողին փոխել եւ ունենանք արդեն արդյունք։ Իրոք է, միջև բանակցողը, նախ բանակցությունները արդեն ինչի շուրջ պետք է բանակցեն։ Սկսենք դրանից, բայց հարցը այդ տեսանկյունից նայենք։ Իրենք շատ նեղ պրիզմայով են դիտարկում անվտանգությունը։ Անվտանգությունը չի սկսում սահմանից։ Անվտանգությունը երկրի արտաքին քաղաքականությունից է սկսում։ Իսկ իրենց ներկայացրած այդ թեզը, որ Արթուր Ավանեսյանին բերել են եւ իրենց անվտանգային, այսպես ասեմ, ամբողջ ռազմավարությունների շուրջ են կառուցել,
Դա ուղղակի շատ մանկամիտ եւ երեխայական պատկերացում է անվտանգության վերաբերյալ։ Լավ կներ իրենք ներկայացնեին իրենց այսպես համալիր պատկերացումները մեր երկրի արտաքին քաղաքականության հարցերի շուրջ։ Դրողը պետք է հետեւյալը տեսնի, որ ոչ թե պետք է ուշադրություն դարձնի նրա վրա, թե ինչ այսպես ասած բառ են իրենք օգտագործում այդ խաղաղության համար, այսինքն օրինակ խաղաղություն ենք ուզում, հա, պատերազմ չենք ուզում։ Դա ընդհանրապես, ինչպես ես նշեցի, խորամանկ քայլ է այդ ընդդիմադիր պրոռուսական քաղաքական ուժերի համար, ընտրողներին մանիպուլացնելու համար, որտեղ իրանք գիտեն, որ եթե իրենք ասեն պատերազմ են ուզելու, ընդհանրապես ոչ մեկ իրեն չի ընտրի, դրա համար իրենք ասում են մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց լավ խաղաղություն ենք ուզում, ուժեղ խաղաղություն ենք ուզում, իրական խաղաղություն ենք ուզում։ Դրա համար ընտրողը պետք է նայի նրանց խոսույթին Եվ ինչպես որ հիմա ես նշել եմ, մի ամբողջ հոդված եմ օրինակ ես գրել, հետազոտել եմ նրանց խոսույթները, նրանց արտադրանքը, գովազդային արտադրանքը, եւ դրա հիման վրա եկել եմ այն եզրակացության, որ իրականում իրենք խորամանկում են, որ իրենց այդ առաջարկները, հա, խաղաղության հետ կապված որևէ կերպ չեն կարող ապահովել խաղաղություն, այլ կարող են հանգեցնել կոնֆլիկտի, այս է ամենակարևորը։ Եվ այս պարագայում, գիտեք ինչ, ընտրողը ընդհանրապես չպետք է մանիպուլացվի, եւ ես կարծում եմ, որ չի էլ մանիպուլացվելու մեծամասամբ։ Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, այս մասին հայտում է ԱԿՕՍ-ը։ Պարբերականը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի հիշատակի հարթակը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան, ապրիլի 24-ին ժամը 19-ին Քադեքյոյում Սյուրեա օպերայի շենքի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։ Վերջին տարիների ևս նման դիմումներ մերժվել են, բայց մինչև համավարակի շրջանը հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։ Իրան-Ամերիկա բանակցությունների երկրորդ փուլն այսօր չի կայանա, բայց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը անորոշ ժամանակով երկարաձգել է Իրանի նկատմամբ հայտարարված հրադադարը։ Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, իսկ Իրանը հայտարարում, որ բանակցությունների պատրաստ կլինի այդ շրջափակումը վերացնելուց հետո։ Պակիստանում Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլին պատրաստվում էին բավական ժամանակ, այն որ ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում, նկատելի էր թե նախապատրաստությունների վերաբերյալ տարբեր պաշտոնյաների հայտարարություններում, թե մամուլի հրապարակումներում։ Բանակցությունները նախատեսված էին նախ ապրիլի 21-ին, ապա տեղափոխվեցին 22։ Ամերիկյան լրատվամիջոցներն էլ հայտնեցին, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ղեկավարած պատվիրակությունը Պակիստան կմեկնի։ Անգամ այդ պայմաններում Իրանը մինչև վերջ ոչ մի կերպ չէր հաստատում իր մասնակցությունը։ Ի վերջո պարզ դարձավ, որ բուն բանակցությունները չեն կայանա, բայց գործընթացը շարունակվում է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը մինչ այս հայտարարել էր, որ մտադիր չէ երկարաձգել հրադադարը, սոցիալական ցանցում գրառմամբ հայտնեց, որ հրադադարը երկարաձգվում է։ Ֆելդմարշալ Ասիմ Մունիրի եւ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքով մեզ խնդրեցին չիրականացնել մեր հարձակումն Իրանի երկրի վրա այնքան ժամանակ, մինչեւ նրանց ղեկավարներն ու ներկայացուցիչները կարողանան հանդես գալ միասնական առաջարկով։ Ուստի ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը եւ մնացած բոլոր առումներով մնալ պատրաստ։ Ես կերկարաձգեմ հրադադարը այնքան ժամանակ, մինչեւ նրանց առաջարկը ներկայացվի եւ քննարկումներն այսպես թե այնպես ավարտվեն։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն անձամբ շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր երկրի խնդրանքը ընդունելու համար, որպեսզի շարունակվեն դիվանագիտական ջանքերը։ Այդ որոշումը ողջունեց նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսնակի միջոցով փոխանցելով իր խոսքը։ Սա կարևոր քայլ է լարվածության թուլացման եւ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև դիվանագիտության ու վստահության կառուցման համար չափազանց կարևոր տարածք ստեղծելու ուղղությամբ։ Հրադադարի մասին տեղեկությունները մեկնաբանելիս իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը հայտնեց, որ Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում։ Ավելին, Միացյալ Նահանգների հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խորհրդականը հրադադարի երկարաձգումը անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք անվանեց, շեշտելով, որ Իրանը պետք է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի, առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին էլ հայտարարեց, որ իրանական զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում եւ Միացյալ Նահանգների հարձակման դեպքում անհապաղ հարված կհասցնեն նախապես որոշված թիրախներին։
Այս ամենին զուգահեռ հայտնի է, որ շրջափակման սկզբից ի վեր Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերը կալանել են իրանական նավահանգիստներից դուրս եկող եւ այնտեղ ուղևորվող 28 առևտրային նավ։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները Իսլամաբադում կկայանան, երբ Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը վերացվի։ Հենց Վաշինգտոնը դադարեցնի ծովային շրջափակումը, ես կարծում եմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում։ Այս ամենի համատեքստում հրադադարը երկարաձգելու վերաբերյալ որոշումից ժամեր հետո Միացյալ Նահանգների նախագահը երկրորդ հրապարակումն է արել Իրանի վերաբերյալ։ Իրանը ֆինանսապես փլուզվում է, նրանք ցանկանում են, որ Հորմուզի նեղուցն անմիջապես բացվի։ Նրանք օրական կորցնում են $500 միլիոն։ Իրանի վրա տնտեսական ճնշումները մեծացնելու մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նա նշել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը ուղղակիորեն թիրախավորում է իրանական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրները, սահմանափակելով ծովային առևտուրը։ Ի պատասխան Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրի հիմնական ապրանքներ եւ սնունդ մատակարարելու հնարավորության վրա, նշելով, որ ներքին արտադրության մակարդակը բարձր է եւ ներմուծման այլընտրանքային ուղիներ կան։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Ադրբեջանը Ստեփանագերտում քանդել է Սուրբ Աստվածամոր Հովանու-Մայր տաճարը։ Արցախի զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը սա ոչ միայն սրբավայրի ոչնչացում է համարում, այլև մեկ դար առաջ սկսված ցեղասպան քաղաքականության շարունակություն, որն այսօր դրսևորվում է մշակութային ժառանգության ու պատմական հիշողության հետևողական ջնջմամբ։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում նախաձեռնությունը ապրիլի 6-ին էր հայտնել, որ Ստեփանագերտում անայդ անձինք կոտրել են Սուրբ Աստվածամոր Հովանու-Մայր տաճարի առնվազն 2 պատուհան։ Ապրիլի 7-ին էլ հայտնել էր, որ ոչնչացրել է նաև Ստեփանագերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված մայրություն քանդակը։ Ստեփանագերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին։ Ադրբեջանի հիմնահատակ քանդել է նաև Ստեփանագերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Արցախի զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը հայտնել է, որ սոցիալական ցանցերի մոնիտորինգը հաստատել է հերթական մշակութային ոչնչացման փաստը։ Եկեղեցին կառուցվել էր 2007 թվին, հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել 2007-ին։ Գործակալությունը կոչով դիմել է միջազգային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին հստակ գնահատական տալու տեղի ունեցածին եւ ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։ Ներառական կրթության նոր մոտեցումներ արվեստի միջոցով, բարի երաժշտության, թատրոնի ու արվեստի այլ ճյուղերում մեթոդները զարգացնելու միջազգային փորձը գործնականում կիրառելու հմտություններին են ծանոթացել ոլորտի մասնագետները։ Շվեդական փորձն է ներկայացրել Պարային թատրոնի գեղարվեստական ղեկավար խորեոգրաֆ Վերա Սուվալո Գրինբերգը։ Շարժումների պլաստիկայի միջոցով դուրս բերել ներքին խոհերն ու զգացմունքները, արտաքին աշխարհը ընկալելով դառնալ ավելի անմիջական, առանց սահմանափակումների։ Շվեդ խորեոգրաֆ Վերան ներկաներին ծանոթացնում է ներառական փոխշփման մոտեցումներին, թե ինչպիսի արտահայտչամիջոցներով ներգործել եւ հնարավորություն տալ ներառական համակարգում ընդգրկված մարդկանց շփվել եւ զարգացնել գեղարվեստական մտածողությունը։ Արվեստը ինքնատիպ միջոց է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել առանց արգելքների, նկարչության, պարի, երգի, թատրոնի եւ արվեստի այլ ճյուղերի հետ։ Միտքը եւ ասելիքը հասանելի դարձնել յուրաքանչյուրին, այդ թվում նաեւ տեսողության, լսողության կամ հնաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ Վարժություններն ու մեթոդները, որոնք ներկայացնում են մասնակիցներին, մի կարևոր նպատակ ունեն զարգացնել նրանց հաղորդակցման սահմանները, ձևավորել գեղարվեստական, գեղագիտական մտածողություն, ինչպես նաև հեշտացնել փոխհարաբերությունները ներառական միջավայրում, հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ։ Ես ամենևին չեմ պնդում, որ նրանք ամբողջությամբ որդեգրեն այստեղ ներկայացվող մոտեցումները կամ դրանք դարձնեն պարտադիր ուսուցման մեթոդ։ Ավելի շուտ հույս ունեմ, որ մեր եւ տեղական փորձի համադրությամբ կծնվեն նոր գաղափարներ, որոնք կնպաստեն ներառական կրթության զարգացմանը։ Դիդակտիկ նյութերը, յոգան եւ խաղ ներկայացումների մեթոդները զարգացնում են արվեստի ոլորտի մասնագետների հմտությունները։ Ներառական կրթության համակարգում շվեդական փորձի կիրառումը հնարավորություն է տալիս մատչելի դարձնել շփումն ու ուսուցման գործընթացը ոչ միայն արվեստի դպրոցներում, նաև ներառական համակարգում ընդգրկված անձանց հետ աշխատող կոլեկտիվներում։ Ուսուցիչը եկել է Շվեդիայից ու հետաքրքիր փորձառությամբ
Նա մեզ սովորեցնում է այնպիսի մասնագիտական գաղտնիքներ, այնպիսի վարժություններ, որոնք իրականում պարզությունների մեջ են, բայց իրականում լուծում են շատ մեծ խնդիրներ։ Բաներ կան, որ կիրառվում է, բաներ կան նոր սովորեցինք, հիմնականում այդ երեխաների հետ համբերություն է պետք, ամենաշատը ու պրոֆեսիոնալիզմ։ Ինչքան ավելի դու զարգանաս դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ, այդքան հեշտ կլինի մեզ այդ երեխաներին այդ մասային ինտեգրել մեր հասարակություն։ Նյութերի եւ պարագաների համադրությամբ ստեղծված սիմվոլիկ առարկաները, մեկի դեպքում ծաղիկ, մյուսի դեպքում դրոշ կամ կենդանի, դառնում են ստվերների թատրոնի գլխավոր հատկանիշները։ Այսպիսի միջավայրում ծնվում է հանպատրաստից բեմականացում, նվիրված ներառականության գաղափարին։ Իր արտաքին տեսքի պատճառով մերժված ծաղիկը վերջում բացահայտվում է որպես ամենանուրբ բույր ունեցողը։ Այսինքն ընդգծված է կարևոր այն միտքը, որ արտաքին առանձնահատկությունները հաճախ կարող են ստվերել արժեքավոր հատկանիշները, որոնք իրականում ունի անձը։ Ներառական կրթությունն էլ հենց այս գաղափարի մասին է։ Ձեզանից առավել որում էր այն ծաղիկը, որին ես չքողեցի։ Ես կարծեցի, թե նա տգեղ է, բայց նա ձեզանից գեղեցիկ էր, որովհետև նա առավել էր բուրում։ Նրանք յուրահատուկ են, հենց այդ երեխաներին պետք է շատ սիրել, նվիրվել, եւ դրան գումարած արդեն մասնագիտական կարողությունները, փորձը եւ նման սեմինարների, վերապատրաստումների մասնակցությունը եւս շատ կարեւոր են եւ շատ նպաստում են մեր աշխատանքի որակի համար։ Մեզ թվում է, որ մենք շատ հետամնաց ենք այդ հարցերում, մեր խնդիրները շատ ավելի շատ են, բարդ են, բայց դա այդպես չէ։ Նույնիսկ շատ զարգացած երկրներում նմանատիպ խնդիրները կան եւ ամենտեղ պետությունը, տարբեր կազմակերպությունները շատ ռեսուրսներ ներդնում են, որպեսզի այս հարցը լուծվի։ Կատարողական արվեստը կարծում եմ լավագույն գործիքներն են այս փոփոխությունները մեր հասարակություն բերելու համար։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքն ու արկա խոչընդոտները շատ առումներով նման են թե Շվեդիայում, թե Հայաստանում։ Թեև մեզ մոտ այն գտնվում է պետական ուշադրության կենտրոնում, բայց ինտեգրումը հաճախ բարդանում է նաև հասարակական ու ավանդական ընկալումներով պայմանավորված։ Հասկանալի է, ամեն ինչ միանգամից եւ ոչ մեկը փոխել չի կարող, հնարավոր էլ չէ, բայց երբ եսը դառնում է մենք, գաղափարներն էլ են միավորվում ու ներառական միջավայր ձևավորել ավելի իրական ու հասանելի է թվում։ Վերան եւ իր թիմը փորձի փոխանակման ու հմտությունների զարգացման ծրագիր կիրականացնեն նաեւ Գորիսում։ Նպատակաուղղումը մեկն է՝ ներառականությունը որպես համընդհանուր մտածելակերպ հասանելի դարձնել շատ ուսուցիչների եւ արվեստի ոլորտի մասնագետների միջոցով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Եվ վերջում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխա Սամոյանը 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կիլոգրամ քաշայինների եզրափակիչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամաս Զոիձեի նկատմամբ։ Այսքան այժմ լրահոսի համար թարմացված նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկմանը։